Ես դուք ձեր վստահությունը, իշխանության վստահությունը որքան եք գնահատում, նկատի ունեմ բավական է դուրս գալ փողոց եւ կտեսնեք կոռեկտ չեմ համարում, շնորհակալություն հարցի համար, կոռեկտ չեմ համարում, ես հիմա նստեմ եւ անպագորգոր հայտարարություններ անեմ, ես ասեմ հետեւյալը. Այն ժամանակ էլ ասել, որ մեր հիմա հարգարժան Արմեն Ռուստեմյանը խոսեց դրա մասին, հա վստահության մակարդակի հեղինակության մասին, հա հեղինակությունն է, վստահությունը դա նաև սոցիալ-հոգեբանական կատեգորիա է, բայց քաղաքական վստահության խնդիրը երևում է ընտրությունների արդյունքում։ Մենք շուտով թեւակողելու ենք ընտրական փուլ, նաև թիմ ընտրությունների, Վանաձորի ընտրություններ են սպասվում, Գյումրիում են ընտրություններ սպասվում, մի հատ կտեսնենք այդ այնտեղ ինչպես է, վերջին շրջանում թիմ ընտրություններում էլի հաջողության հասել են բացառապես հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, թե Դիլիջանում, թե այլ քաղաքներում։ Այսինքն քաղաքականության համար երեխեք ջան, կա վստահության հստակ չափանիշ։ Դա արդյունքներն են ընտրությունների։ Եվ նաև թիմ ընտրություններից հետո կլինեն պարլամենտական ընտրություններ, մենք պարլամենտական ընտրությունների արդյունքներով կտեսնենք ինչպիսին է։ Եթե իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես գասմունքային կարծիք չեմ ասի, խոսեմ փաստերով, պետք է նշեմ, իր բոլոր թերություններով հանդերձ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մնում է ամենակենսունակ, ամենամիասնական, ամենաազդեցիկ եւ գալիք խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաջողություն արձանագրելու հեռանկար ունեցող քաղաքական ուժը։ Բնականաբար կլինենք բազում քաղաքական կուսակցություններ, հարյուրության բազում ներկայացուցիչներ, ովքեր որ իմ կարծիքի հետ համամիտ չեն լինի, պարտադիր չէ որ իրենք իմ կարծիքի հետ համամիտ լինեն, ընտրությունները կլինեն կտեսնենք։ Մեր խնդիրն է, որպեսզի ունենանք որակյալ ընտրական օրենսգիրք, ունենանք որակյալ ընտրություններ, որի արդյունքում հանրությունը անկախ նրանից ով է հաջողության հասել, ով է իշխանություն, ով է ընդդիմություն, կվստահի ձևավորված քաղաքական ուժերի ներկայապնակին պարլամենտում։ Խոսքը սրա մասին է։ Իսկ այն որ թերություններ եղել են, իհարկե եղել են։ Իհարկե եղել են։ Բայց ամեն օր ունենք թերություններ։ Միգուցե այսօր էլ են բազում թերություններ։ Իսկ ով է։ Ես քրիստոնյա մարդ եմ, հայ մարդ եմ, գտնում ես տեսնում եմ ամեն օր կա թերություններ։ Թերություններ ունենալը, այսպես ասած, անբարոյականություն չէ։ Անբարոյականությունը թերությունները միտումնավոր կրկնելը, անբարոյականությունն է ուրիշի թերությունները տեսնելը, սեփականը չտեսնելը։ Ես իմ թերությունները տեսնում եմ, իմ քաղաքական ուժի թերությունները տեսնում են, աշխատանքները տանում եմ, չեն տանում, դա ցույց կտա ընտրությունների արդյունքները։ Կուսակցությունը ԲՀԿ-ն կարծես թե բարակվում է, հաշվի առնելով որ կորիզը դուրս է գալիս եւ կարող ենք նաեւ տեսնել առաջիկայում տարբեր այլ անձինք ԲՀԿ-ում եղած Օսկանյանի կողմից ստեղծված այդ կուսակցությունում եւ էլի անձինք են դուրս գալիս։ Ինչու է բարակվում ԲՀԿ-ն, որն է պատճառը։ Կոնկրետ ԲՀԿ-ի հետ կապված չեմ կարող որևէ պատասխան տալ, կարծեմ նրանց ներկայացուցիչները բավականին հրապարակային են եւ Տիկին Զոհրաբյանը կարող է ձեր բոլոր գոնե նման ունակություն ունի, ակտիվ պատգամավոր է բոլոր հարցերն ուղղել Տիկին Զոհրաբյանի, ես ԲՀԿ-ի մասով մասնագիտացած չեմ, ես հանրապետական կուսակցության ներկայացուցիչն եմ, առանց որևէ մեկին վիրավորելու ընտրություններից առաջ որոշակի տրանսֆորմացիա կլինի եւ բնականաբար մենք նոր փուլ ենք թեւակողել եւ ես շատ կուզենայի որպեսզի նոր ստեղծվելիք կուսակցությունները կամ առհասարակ քաղաքական կուսակցությունները ոչ թե լինեին հազար ներողություն եմ խնդրում առանց որևէ մեկին վիրավորելու եւ առանց որևէ մեկին մատնանշելու միանգամյա գործունեություն իրականացնող ՍՊԸ-ներ, այլ իրոք քաղաքական կուսակցություններ, որոնք կլինեն երկարաժամկետ, որոնք կունենան հստակ դրույթ, օրակարգ եւ երբ որ մեր հասարակությունը գնա ընտրություններ, ինքը իմանա, որ այս կուսակցությունը ազգային պահպանողական է, նա սոցիալիստական է, նա ես չգիտեմ, ասիկա Միացյալ Նահանգներում ինչպես է, իրանք մարդիկ գնում են ընտրությունները գիտեն, ասիկա հանրապետականները այս հարկային փաթեթին դեմ են, դեմոկրատները սրանք կողմ են, հանրապետականները ազգային անվտանգության քաղաքականություն ավելի կոշտ քաղաքականություն իրականացնում, նույնը Ֆրանսիայում, հա, Օլանդի կողմնակիցները գիտեն ինչ են առաջարկում, ինչ քաղաքական փաթեթով է գալիս, նույնը Սարկոզիի կողմնակիցները, այնուհետև Լպենի կողմնակիցները, ես դրա համար ասեցի, որ մենք հիմա աստիճանաբար պետք է գնանք այդ փուլով։ Իսկ միտեղից դուրս գալ չգնալը ես անձնապես չեմ ուզում որևէ մեկի մասին խոսել, դա մարդկանց իրավունքն է եւ քաղաքականության մեջ օրինակ Ուինստոն Չերչիլը բազում անգամներ փոխել է կուսակցություններ, բայց այնուամենայնիվ մնացել է Ուինստոն Չերչիլ եւ դա իրանց իրավունքն է, բայց մեր մոտ մենք ես շատ կուզենայի, որ ապրեմ մի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունների դերակատարումը նախ եւ առաջ կլինի գաղափարական ու ծրագրային։